Արսինե Խանջյանն ընդդեմ ոստիկանության գործով առաջին դատական նիստը կայացավ կողմերից մեկի ոստիկանության ներկայացուցչի բացակայության պայմաններում։ Նա այս մասին պատշաճ կերպով չէր ծանուցել, պարզապես զանգահարել էր դատարան ու տեղեկացրել, որ վատառողջ է։ Ոստիկանությունը ունենալով մի ամբողջ մեծ կառույց, ունենալով այդքան աշխատակիցներ ըստ էության, չի կարողանում ապահովել այս դատական process-ով, որը որ նաև տեղյակ է, ինչպիսի հասարակական ինքնահնչեղություն ունի, չի կարողանում ապահովել գետ մեկ ներկայացուցիչ, ով որ կկարողանա իրապես ներկայացնել ոստիկանության, չգիտեմ, շահերը, այսպես ասեմ։ Եվ որ կոնկրետ չկա ներկայացուցիչ դիրքորոշում, չեն արտահայտում, պատասխան չեն գրում, հասկանում եք, այսպես զանգահարում են ուղղակի դատարան, ասում են, գիտեք, վատառողջ եք, չեն գալիս։ Ես այստեղ անտարբերություն եմ տեսնում, ճիշտ ասած, ոստիկանության։ Կանադահայ դերասանուհուն Խորենացի փողոցից բերման էին ենթարկել եւ ձերբակալել Պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրերին։ Դերասանուհին Խորենացի էր եկել հավաքին մասնակցելու, ինչպես նաեւ այն տեսանկարահանելու ու ֆիլմ պատրաստելու համար, սակայն արդյունքում ոստիկանության զորքերի զորամասում հայտնվեց։ Փաստաբանների պնդմամբ ոստիկանները չեն ներկայացել, չեն նշել, թե ինչու են բերման ենթարկում։ Հայտնի դերասանուհին զորքերի զորամասում գտնվելու ընթացքում նաեւ փաստաբանին դիմելու հնարավորություն չի ունեցել։ Արսինե Խանջյանը դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, նաեւ ոստիկանությանը պարտավորեցնել բարոյական վնասի եւ դատական ծախսերի փոխհատուցում տրամադրել։ Անթաքույց ուղղակի տեղափոխում էին մարդկանց զորամասեր, այսպես համակենտրոնացման ճամբարների նման, պահում էին այնտեղ, որին որքան ժամ անհրաժեշտ է եւ բաց էին թողում։ Այս ամենի զոհ դարձավ նաև Արսինե Խանջյանը, ցավոք սրտի շատ քիչ են այս հետապնդումների եւ այս վերաբերմունքի կապակցությամբ դատարան դիմողները, ցանկալի է որ շատերը հետևեն Արսինե Խանջյանի օրինակին։ Իդեպ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը այսօր թույլ չտվեց տեսանկարահանել նիստը, պնդելով, թե այն հրապարակային է, բայց ոչ հանրային։ Փաստաբանները մի քանի անգամ առարկեցին, սակայն դատավորը նշեց, որ ինքն արդեն որոշում կայացրել է եւ այն նաև հաջորդ նիստերին կվերաբերի։ Դատարանի թույլտվության համար ոչ պատճառաբանություն է անհրաժեշտ, ոչ էլ հիմնավորում։ Դատարանը ունի հայացողություն թույլատրել կամ չթույլատրել տեսանկարահանումը, լուսանկարահանումը եւ այլն։ Կոնկրետ դեպքի նկատմամբ դատարանը գնահատական տալով իրադրության գտել, որ չպետք է թույլատրել։ Իմ համար մի քիչ անհասկանալի էր հետևյալը, ինչու նույն դատարանը, որը որ մեկ այլ վարչական գործերով թույլատրում էր տեսանկարանում, այս դեպքում չի թույլատրում։ Այսինքն ես այդտեղ իրավաչափ նպատակ ճիշտ ասած չտեսա։ Ես նաև չհասկացա նաև դատարանի պատճառաբանությունը, որ դատարանը նշեց, որ ըստ էության գործը հրապարակային է, սակայն հանրային չէ։ Ճիշտ ասած, այդպիսի տարբերակված մոտեցում ինձ հայտնի չէ իրավական դաշտում։ Մեր կողմից նաև ներկայացվեց համապատասխան նաև հիմնավորումներ այդ մասով, այդ թվում նաև հողում կատարելով եվրոպական դատարանի դիրքորոշմանը, որը ըստ էության նաև եվրոպական դատարանը նաև համակարծիք է բոլոր այն դեպքերում, եւ որ չկան որևէ արգելքներ, այդ թվում չգիտեմ, չէ պետական գաղտնիք չի, չգիտեմ, անձի մասնավոր կյանքին վերաբերող հարց չի, ուրեմն պետք է հրապարակայնությունը ապահովի եւ թույլատրվի, որպեսզի լրատվամիջոցները կարողանան հանրային նշանակություն ունեցող գործերով, որը որ հանրությանը հետաքրքրում է, այսպես ասեմ, եւ բոլոր այն հրապարակային գործերով, որոնք հանրությանը հետաքրքրում են, լուսանկարանի, տեսանկարանի, լուսաբանի եւ այլն։ Ի վերջո դատարանը դրամբաց դատական նիստ է։